2021 թվականի հուլիսի 2-ին գնացի ծառայության, ավարտելով խոհարարությունս։ Ծառայության մեջ լսել էի ես դերի մասին, Ոզնիների այգու մասին, վիդեոներն էի տեսել, ուզեցա որ գամ։ Իմացա մանավանդ մեր համայնքում այդ գտնվում, հենց մեր գյուղում, շատ ուզեցի որ գամ հենց տեղել աշխատանքին անցնեմ։ Եկա դիմեցի զբաղվածության կենտրոն, ասեցին որ այստեղ կարամ գամ, եկա Արտակի հետ ծանոթացա, խոսացինք, իրան էլ հարկավոր էր աշխատող, տենց եկա գործի, դուրս շատ եկավ, տենց ուզեցա որ մնամ ստեղ աշխատեմ։ Արմենի հետ համագործակցությունը շատ հետաքրքիր ստացվեց, որովհետև սոցիալական ծառայությունից ինձ զանգահարեցին, ասացին որ դու գիտեք որ մի հատ ծրագիր ունենք, որ ծառայած մեր հայրենակիցները, ովքեր վերջի 2 տարում են ծառայել, թե սեպտեմբերյան դեպքերից հետո են ծառայել, ծրագիրը ընդլայնվել է ու նաև ունենք հենց Ուջան համայնքից Շահառու, ով որ արդեն խոհարար է։ Եկավ Արմենը 20 տարեկան տղա, որ արդեն ուներ բանակ գնալուց առաջ 2.5 տարվա փորձ ու կրթությամբ էլ խոհարար էր, ավարտել էր հենց ուսումնարան համապատասխան։ Ու եկավ տենց մի երկու օր շփվեցինք խոհանոցում իրան դրսևորեց, ասացինք որ մենք գտել ենք Արմենին ու հաստատ ուզում ենք իրան ընդունել աշխատանքի արդեն հիմնական սկզբունքներով։ Ելնելով ծրագրի այդ շրջանակներից, պահանջներից, արդեն հոկտեմբերի 10-ից մի տարվա պայմանագիր ենք կնքել Արմենի հետ ու արդեն հասցրել ենք երևի 5 օր հետո ստացել ենք համապատասխան այդ 300,000 դրամը, որը նախատեսում է պետությունը։ Խոհարարության մեջ ինձ դուր է գալիս համեղ հոտերը, համերը, որ ամեն անգամ տարբեր համեր ենք փորձում։ Մենք էլ ազատ ժամանակ շատ ենք տարբեր բաներ պատրաստում իր հետ, որ մտցնենք թազա մենյուի մեջ ավելացնենք, էլի յուրահատուկ լինի մեր մենյու։ Հիմա մենք պատրաստում ենք ոզնի տաք ուտեստ, իր սոուսով ու կուկուռուզի լոշիկով։ Շատը նախընտրում են հենց ոզնի տաք ուտեստը, որը մեր ռեստորանի հետ է էլի կապված, հենց իր անունի հետ։ Ու շատ է դուր գալիս իրանց հետ ուտեստով։ Շատ են հարցնում ոզնի միս օգտագործում եք, թե չէ մեզ, բայց ոզնի միս չենք օգտագործում։ Աշխատում ենք այն գործընկերներ հետ, ովքեր որոշակի սոցիալական խնդիր լուծելով բիզնեսներ են անում ու դրա շրջանակներում միասնական սոցիալական ծառայության հետ համագործակցությունն է, որ ավելի կարևորում ենք, որովհետև հենց իրական գործազուրկներին ենք մենք ընդեղից բացահայտում։ Ես կարող եմ կոչ անել մյուս մասնավոր ընկերություններին, ովքեր ունեն ազատ հաստիկներ, իրանք աշխատեն սերտ համագործակցեն միասնական սոցիալական ծառայության հետ, որովհետև ինքը իր արդյունքները տալիս է։ Պետություն մասնավոր հատվածը իմ խորին համոզմամբ պետք է միշտ շատ սերտ իրար հետ սենց ձեր-ձերի բռնած քայլի, թե մասնավորը պետք է նայ պետությունը ինչ ծրագրեր ունի, ինչով կարող է ինքը աջակցի ու օգնի, ու նաև պետությունն էլ պետք է մասնավորի ձայնը լսի, հասկանա մասնավորը ինչ խնդիրներ ունի, որպեսզի այդ խնդիրներին համահունչ ծրագրեր ընդունի։ Իսկ այս կոնկրետ այս ծրագիրը, որը նաև ֆինանսական բաղադրիչ էր նախատեսում ու միանվագ մեզ տվեց այդ 300,000 դրամը, արդեն ոնց որ մենք գաղափարակից էինք պետության հետ այդ առումով, հիմա մի հատ էլ ստացանք լրացուցիչ բոնուս ֆինանսական աջակցության տեսքով տարեկան 300,000 դրամ։ Հիմա մենք արդեն սկսում ենք փնտրել այդ մատուցողներ, ով բանակից եկել, որ համալրենք, որովհետև ինքը արդեն բավականին շահավետ է նաև, համ սոցիալական, համ ֆինանսական առումով մենք սոցիալապես մեզ ենք ռեալիզացնում, համ էլ ֆինանսապես զգում ենք իր իրական արդյունքը մեր վրա։